Ում շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ, արդյոք ժողովրդի։ Ոչ մեկի։ Չգիտեմ նա իր կողմանի է, ոնց գցես թաթերի վրա անգնում է։ Դա չգիտեմ որ կողմի է։ Ընդրացա պետք, կարող է ինձ պետք։ Ադրբեջանին է պետք։ Որ Հայաստանը вообще կործանվի, շարքեցան է, հա։ Այսինքն եթե Ռուսաստանը մեր կողքին կանգնած չլինի, Հայաստանը կկործանվի։ Խենեշի մեծամասնությունը Հայաստանի ժողովուրդը մեծամասնությունը Ռուսաստանում աշխատում է։ Փաշինյանը հիմա կարող է Ֆրանսիայից մի բան ասել են դու սենց արած կանենք, ինքն էլ անում է։ Ես ինչ իմանամ։ Հասկացը կա։ Մի բան կա, որ ինքը այդ ոնց էր մի մոմենտ գնաց մտա Ռուսաստանի հետ, ռուսի հետ լավ էր, հետո առնվա։ Շատ խառն է, էլի մի անգամ չեք կարող ասել, հարտարուսական ում է ձեռնատու։ Ախ, արևմուտքին, երկրորդը մեր կողքի հարևաններին։ Նրանց ձեռնատու է, որտեվ ոնց ուզում են նենց էլ կլինի։ Բայց Հայաստանը որ կտրվավ լավ կլինի, չէ։ Թուրքիային է ձեռնատու։ Ինչի համար։ Ավելի շահագրգռված ենք։ Ալիևի առաջինը Ամերիկայի ով օրինակ Ռուսին ուզում է նեղացնել, օրինակ չես Հայաստանը ուզում։ Դուք մտածում եք Եվրոպան պետք է մեզի պաշտպանի, չի պաշտպանելու։ Որտեղ մենք պատերազմ տեսնենք, մեզի ոչ մեկ չօգնեց։ Իսկ ում էր ձեռնտուած հակառուսական քաղաքականությունում շահերից է։ Օրինակից իս ձեռնտու չի։ Ոչ մեկին էլ մեզ էլ ձեռնտու չի։ Փոքր ազգ ենք։ Մենք այսքան որ կարում ենք պաշտպանվենք, այսքան գոյատևենք, ուրեմն մենք հերոս ազգ ենք։ Մեր շահերից չի բխում, բացապես սա։ Եվրոպային, Ամերիկային, ով որ ռուսին դեմ է, իրանք են անում այս ամեն ինչը։ Երկրի ղեկավարը որ կարգին ղեկավարը էր, որ համի ասում է ես բանի Ռուսաստանի իմ գործընկերոջ հետ լավ հարաբերությունների մեջ եմ։ Լավ հարաբերությունների մեջ լեիր, որ Զելենսկին եկել էր ստե, բերանը կփակեիր, կասեիր հոп առաջ, փորձես անգամ ռուսի մասին մի հատ ավելորդ բան խոսաս։ Ոչ մի բան չխոսաս ռուսի մասին։ Իսկ նա բերնից ինչ եկավ ասեց, հələ բաներն էլ եվրոպացի գել ծափ էին տալիս։ Առաջինը ժողովրդին չի ձեռտալի, երկրորդը ձեռտալի Եվրոպային։ Մի հանցագործ կլան Եվրոպան է։ Աշխարհը այսօր ղեկավարում է Անգլիան։ Սա այս աշխարհի կռիվները ինչ ստեղծություններ կա, դրանք ամեն ինչ անում են, որ սա աշխարհին հանեն Ռուսաստանի դեմ։ Բայց Մերոնցից որոշ մարդիկ ասում են սաղ աշխարհը Ռուսաստանի դեմ է, սաղ աշխարհը Եվրոպան է, Եվրոպան 1 միլիարդ բնակչություն չունի։ Այդ Հնդկաստանը որ միլիարդ ու կես է, ոչինչ։ Չինաստանը որ միլիարդ ու կես է, ոչինչ։ Էլ չեմ ասում են մնացածը։ Դուք գիտեք այս կռիվը որ անում են ինչ որ Ռուսաստանը ամենահարուստ երկիրն է, որ Ռուսաստանին տապալ են, չէ՞։ Սաղ գազի կռիվ է, նավթի կռիվ է, ոսկու կռիվ է, ադամանդի կռիվ է, որ ու այդ փողով է վերցելու այդ բաները ընկնելու է աշխարհի հարուստների ձեռը, միլիարդատերերի ձեռը։ Պուտինը գոնե չղում է, իրան չի թողում իր պետությունը կործանել։ Հատո ես էլ անի, ոչ թե ես սրանք է տո անեն։